Մեհակ պապիկ, ձեր կյանքի մասին պատմեք, որ թվականին եք ծնվել, քանի տարեկան եք։ Ասեմ։ Ես ծնվել եմ համարյա կարելի ասել Չքավոր գյուղաց ընտանիքում 1922 թվականին պապս մահացած է եղել, հերս որբ է եղել 7 տարեկանից, որ եղբայրս 8 տարով նրանից մեծ է եղել, բայց որ եղբորս կնոջ իրավունքների տակ, պահելու տակ եղել են նաև իր տեքոր երեխաները, այսինքն 2 որդի նրա է ունեցել, 2 ինքը 4, նրանց հեզնումերը նորից մահացած են եղել, 3 աղջիկ նա է ունեցել, 3 աղջիկ իմ տատը, 5, 9 երեխա պահել է իմ քաշտատը, պահել է, ամուսնացրել է, տուն է կառուցել, տուն է տվել նրանց բոլորին, իսկ իր որդիները մնացել են իր հետ, անբաժան մնացին մինչև վերջը, 2 եղբայր ապրեցին մինչև այն մեկը ավարիայի հետևանքով զոհվել է 54 տարեկան հասակում, իսկ երես ապրել է մինչև 83 տարին, ապրել են միասին, նրանք բաժան չեն եղել, այլ կերպ ասած ես 2 հայր եմ ունեցել, 2 մայր եմ ունեցել, մայրերս մնացել են երկար են ապրել, մեկը մահացել է 79 թվին, իսկ իմ մայրը, իմ սեփական մայրը, որը Վարդենիսից էր, մահացել է 89 թվին, տատը շատ էր ցանկացել, որ ես ծնվեմ, որտեղ տունը երեխա չէր ունեցել, այն տեքորի տղաներն ունեցել էին, բայց ես չէի ծնվում, սպասեց խեղճ, բայց ես չծնվեցի, ինքը հրաժեշտ տվեց կյանքին, ես ծնվեցի մոտ 2-3 ամիս հետո։ Գնացել է վերևից ձեզ ուղարկել է։ Ես ծնվել եմ, ասացի 22 թվին, սովի տարի են եղել տարիները, սովետական իշխանության նոր հաստատված տարիներ, իմ շրջանը, իմ գյուղը ավերակների գյուղ է եղել, ավերված լրիվ, թե ում կողմից բնական է արշավող թաթարների թուրքերի ձեռքին, սակայն 1830 թվի գարնանը, երբ որ 2 եղբայրներ Արծրունի Մկրտիչ և Բարսեղ եղբայրները, այլ կերպ ասած Բայզետի բերդի գրավման մասնակից հերոսները, որոնք ռուս գեներալների Պասկևիչի, Ռոմինի, վրացի Չավչայիձեի շանի բանակում շատ մեծ անուն էին, նրանք կազմակերպեցին Անդրեանապոլիսի դաշնագրից հետո 1828 թվականից, երբ դաշնագրով թույլատրվեց արտագաղթը, կազմակերպեցին հայերի արտագաղթը այդ տարածքի, Բայազեդ քաղաքի հայերի և շրջակա գյուղերի հայերի։ Մենք շրջակա գյուղերից մեկում ենք եղել, մոտիկ։ Որ գյուղում։ Զանգեզուր գյուղն է եղել։ Իսկ մեր գյուղի կեսը Սուրբ Օհան գյուղից են։ Այնտեղ մի քիչ քրդեր եղել են, բայց մեր գյուղում չի եղել քուրդը։ Պայմանավորվել են 1830 թվականի մայիսին, որ միասին ապրեն այս գյուղում։ Այո, միասին ապրան, եղբոր նման ապրան, շատ քաղցր ապրան, մինչև այսօր ապրում են, որպես մի ընտանիքի զավակներ։ Դպրոցը ավարտել եմ 39 թվին, 1939 թվին։ Սարուխանը ունեցել է միակ շրջանում միակ դպրոցը, որը 35 թվականին դարձել է միջնակարգ դպրոց։ Մնացած գյուղերում չկար դպրոցներ, հետո ստեղծվեցին։ Այդ դպրոցը ավարտել եմ 39 թվին, առաջի ես շրջանավարտը ինձանից մի տարի շուտ ավարտեցին, 38 թվին, ես 39-ին երկրորդ շրջանավարտն էի։ Լավ եմ ավարտել, գերազանցությամբ եմ ավարտել։ Հետո գնացել եմ, շարունակել եմ Երևանում, Վարդենիսի Նորակերտ գյուղում նշանակվեցի ուսուցիչ։ 20 օր աշխատելուց հետո իմացա, խաբարն եկավ, այդ ժամանակ էս էլեկտրոնային կապերը չկային։
որ ես արդեն քննություն տանձնել էի, որ ընդունվել եմ մանկավարժական ինստիտուտ, ինձ կանչեցին, թողեցի ուսումը, գնացի սովորելու։ Առաջի կուրսը փակել եմ գերազանցությամբ, երկրորդ կուրսը հոկտեմբերի 10-ից, արդեն միջազգային դրությունը խառն էր, էլ ոչ մեկը տարեկետում չէր ստանում, բոլորին բանակ էին տանում, ինձ էլ տարան բանակ։ Երկու սարուխանցի հոկտեմբերի 10-ին կայարանից նստանք, գնացքը, տավարնի գնացքը և մի 10 օրվա ընթացքում հասանք վերջակետը, դա Լիտվայի հանրապետությունն էր։ Մի քանի ամիս ուչեբնի մարդկոցում ծառայելուց հետո, որ պիտի մլաչի լեյտենանտի կոչում ստանայինք, տեղափոխեցին Ռիգա։ Ռիգայում արդեն պատերազմը սկսվեց։ Համաշխարհային պատերազմում մասնակցել եմ երկու կողմերում։ Մեկ արևմուտքում Գերմանիայի դեմ ստացել եմ մեդալը за победу над Германией։ Արևելքում Ճապոնիայի դեմ ստացել եմ մեդալը за победу над Японией։ Որից հետո սովետական միության կառավարության որոշումը եղավ, որ ուսանողներին, ուսուցիչներին բաց թողեն, շուտ բաց թողեն։ Իմ զորամասի հայերը, որոնք ընդամենը 14-ն էին մնացել 34-ից մնացին, իսկ ես ազատագրվա, ինձ ազատեցին մի քանի ռուսի հետ միասին, ամեն մեկս գնացինք մեր երկիրը։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ, Այդ ժամանակ ես 23.5 տարեկան էի։ 5 տարի մնացել էի բանակում, էնել առաջի գծում, եղել են վնասվածքներ ստացել եմ թեթև, վերքեր, ոտքս է կոտրվել, ական պայթյունից ռեզինի կտորը հարվածել է ոտքիս, սակայն ես չեմ լքել իմ զորամասը։ Ես ավագ սերժանտ էի արդեն, հրամանատար էի երկար, մոտ 3-4 տարի 85 մմ-անոց պուշկայի հրամանատար էի, իմ մարտիկները նույնպես լավ տղերք էին, ենալի, այդ 14 էլ, ինչպես և շատ ու շատ ռուսներ, ուկրաինացիներ և այլը, պարգևադրվեցին պարգևներով զանազան, իսկ զգալի թվով մարդիկ էլ զոհվեցին։ Առաջինը մեդալը ստացել եմ 43 թվին, որը իմ մոտ հերոսի կոչման արժանի է, դա մարտական ծառայությունների համար մեդալն է։ Մեդալ է ճիշտ է, բայց իմ մոտ մեծ ոսկե մեդալ է։ Մենք կռվում էինք պատերազմի դաշտում ոչ թե միայն ռուսի համար, ինչպես շատերն են ասում, վայերը։ Մենք կռվում էինք նաև մեր Հայաստանի ու մեր Երևանի համար։ Թուրքական 29 դիվիզիա կանգնած էր Հայաստանի սահմանում։ Եթե չհաղթանակեր սովետական միությունը, այդ թուրքական 29 դիվիզիան կտրորեր Հայաստանի, կմիաներ Ադրբեջանին, և Հայաստան չէր լինի այլևս, բացարձակապես չէր լինի։ Մեզ նկար ցուցադրվում է Մոսկվայի պաշտպանության նախարարության գլխավոր եկեղեցում, տակը գրված է, թե ով է, ով չէ։ Այն վետերանները, որոնք տարիքն անցել են, բարձր տարիքի են, դրանք անմահներն են նրանց մոտ։ Այո, անմահներն եք։ Ես, բեսմերտնիխ, полк бессмертных։